Բարև ձեզ։ Նախ այսօրվա հետ կապված տեսեք ոստիկանական զորքը փակել է ճանապարհները եւ հասարակ քաղաքացիները տևական ժամանակ 2 ժամից ավել է չեն կարողանում բարձրանալ այս առումով ինչ կարող եք ասել միթե կառավարությունը այդքան անհանգստացած է Դա կարծում եմ իմ իրավասության շրջանակներում չի եւ ես դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ եւ չեմ էլ տեսել իրավիճակը Բայց զուտ անհարմար չի երբ որ դուք ձեզ համար այստեղ ազատ շրջում եք իսկ քաղաքացիները այնտեղ Ես այդ հարցերով չեմ զբաղվում եւ կարծում եմ տեղին չի ինձ տնտեսակի հարցեր Իսկ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ ինչ կարող եք ասել նաեւ դատապարտյալների նկատմամբ այդ վենդետաները վերաբերմունքը Դա արդեն ձեր հարցի մեջ որոշակի Իրավապաշտպաններն են այդպես ահազանգում, դրա համար մեջ եմ բերում։ Ցանկացած գործի վերաբերյալ իրականացվում է քննության արդյունքներով կպարզվի իրականությունը։ Ձեզ համար պարզ է, թե ինչպես է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը եւ ովքեր են մեղավոր, եւ արդյոք կիսում եք Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1917 թվականին եւ այդ հարցը ինչպես է հայտնվել օրակարգում։ Ինչպես ինձ վերաբերելի չի, եթե ունեք քրեակատարական ծառայություն, ես հիմա ինձ որպես անձնական կարծիք, որպես անձ չեք մոտեցել, որպես պետական պաշտոնյա եք մոտեցել եւ խնդրում եմ Գործընկերուհիս ուղղակի ուզում է ասել ձեզ համար ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ընկալելի է, անհրաժեշտություն չկա, որ ձեզ անուն ազգանունով այսպես բերեն ապացուցեն։ Նորից ես նույն պատասխանը կտամ, խնդրում եմ ինձ վերաբերելի հարցադրումներ։ Այսօր գտնվում եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ սա նաեւ ուղերձ է, որը տեսնում են նաեւ թուրքերը։ Կարող են սա որպես դրանք ընկալել, որ Հայաստանի պաշտոնատարանցին գտնվում են։ Քաղաքական անձ չեմ, ես պետական պաշտոնյա եմ եւ ղեկավարում եմ քրեակատարական ծառայությունը։ Քաղաքական դիվանագիտական բնույթի հարցը խնդրում եմ ինձ մի Այսինքն ձևի համար չեք այստեղ շատ ուղիղ հարցնեմ։ Եթե ձեզ համար ամեն ինչ ընկալելի է, ապա պարզապես ձևի համար այստեղ չեք, բայց եթե ձեզ համար հարցեր կան, մարդկանց մոտ կարող է լինել ընկալում, որ ձևի համար եք այստեղ։ Որ մարդկանց մոտ ընկալում կարող է տենց լինել։ Լրագրողների մոտ կարող է նաև այդպես լինել, մեզ դիտողները։ Կարող է առաջանալ, որովհետև ես ձեզ ուղիղ հարցնում եմ հայոց ցեղասպանության հետ կապված ձեր դիրքորոշումը դուք նույն պատասխանը ձեզ կարող եմ տալ։ Կա հարց, որը որ վերաբերում է քրեակատարական ծառայությանը։ Հիմնարկները այնպես չի, որ այնտեղ իրավիճակը Հիմա որ այդ մասին Շարժանի մոտ այսօր այդ օրը չի, այսօր հարգանքի Դուք հարցեր եք տալիս դիվանագիտական բնույթի, քաղաքական բնույթի, որը որ իմ իրավասության շրջանակներում չի պատասխանել եւ ես իմ անձնական կարծիքը իմ ընկերներիս հետ եմ քննարկում եւ ոչ թե այս տեսակի հարթակներում։ Նշանակություն ունի ապրիլի 24-ը, որի խորհրդով այսօր այստեղ եք։ Միանշանակ իմ համար շատ սա կարևոր եւ Հայաստանի պատմության համար շատ ողբերգական դեպք է, որը որ մենք այստեղ փորձում ենք մեր հիմա մենք պատմական հարցեր ենք այստեղ քննարկելու իշխանությունների համար չէ ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չէ ձեզ համար եւս առաջնահերթություն Ես նորից ասում եմ դա անձնական բնույթի հարցեր եք տալիս իմ իրավասության շրջանակներում չի գտնվում այդ տեսակ հարցեր ծառայություններ ղեկավարում ինչ է նշանակում անձնական բնույթի հարցը այլ հարցեր Կարծես թե չեն ընկալում ինչ խնդիր կա ձեր նաև մամուլի հրապարակումներին հետևելով եմ հարցադրումը անում չեք ընկալում վերմունք չընկալվելու չընկալված գալու ստացողություն չեմ ունենում համակարգում այնպես կարծում եմ մամուլի հրապարակումները խիստ սուբյեկտիվ են եւ նպատակ ունեն այդ տեսակ Սրբույի Գալյանի ընկերուհին չլինեիք հաստատ այդ պաշտոնին չէիք լինի որովհետեւ նախկինում որևէ տեղ ձեզ չենք տեսել Ես նախկինում ղեկավարել եմ սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքները քրեակատարական ծառայության դուք չեք տեսելը դա էլի ձեր սուբյեկտիվ հարց է Սրբույի Գալյանի ընկերուհին չլինեիք այդ պաշտոնին չէիք լինի Ես չեմ կարող ոչինչ ասել դրա հետ կապված հասարակությունը իրավունք ունի ցանկացած ձև մեկնաբանի ցանկացած գործընթաց Ես իհարկե ես իմ անձնական կարծիքն եք եթե հարցնում միանշանակ հերքում եմ դա որովհետև արդեն կատարողական ոլորտի հետ կապված հարցեր եք ողում Ես հարցերի նկատմամբ հետ կապված մի հարց ինքնասպանության դեպքերի հետ կապված տարբեր հասարակական կազմակերպություններ իրավասու անձինք հայտարարում են որ այդ վիճակագրությունը ինքնասպանության ավելանում է եւ այդ ուղղությամբ դեր ղեկավարության
գտնվող հիմնարկի գործունեության աշխատանքները բավարար չեն գնահատում, ինչու չի հաջողվում ձեզ այս խնդիրը լուծել։ Միանշանակ դա մեր համար եւս խնդրային իրավիճակ է քրեակատվական հիմնարկներում։ Մենք շատ գործոններ կան, որոնք որ նպաստում են այս տեսակ դեպքերի։ Նախ ի սկզբանե այդ քրեակատվական հիմնարկում մեծ է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց քանակը։ Մենք արդեն ունենք վիճակագրական տվյալներ եւ բացի այդ քրեակատվական հիմնարկը ինքնին արդեն ստրեսային իրավիճակ է առաջացնում անձանց համար եւ այդ հոգեկան առողջության խնդիրները եւ մնացած հոգեբանական խնդիրները ավելի սրվում են քրեակատվական հիմնարկներում։ Այլ հարց է թե մենք ինչ խնդիրներ ունենք սրա հետ կապված։ Մենք մեծ աշխատանքներ ենք հիմա տանում թե հոգեբանական գործոնները, հոգեբանական աշխատանքը ակտիվացնելու, թե անվտանգային գործոնները ակտիվացնելու եւ մեր համար եւս խնդրային իրավիճակ է եւ մենք փորձում ենք այս ուղղությամբ աշխատանքներ տանել եւ մեր խնդիրները լուծելով փորձել այս դեպքերը կանխարգելել։ Իսկ քրեակատարողականում տեղի ունեցած այդ դեպքը, որի ժամանակ դատապարտյալներին ծեծեցին, այդ դեպքը ձեր դեմ սաբոտաժ համարում եք, թե չէ, որովհետեւ մամուլում կար նաեւ վերլուծություն, որ ձեր տակը, այսպես ասած, փորում են ներքին օղակները։ Միանշանակ դա իրավիճակային դեպք է եղել եւ իմ հետ ես ընդհանրապես չեմ կապում։ Իսկ ինչ վերաբերում է այդ ձեր որակմանը, ծեծին, եւս դրա հետ կապված քրեական գործեր են հարուցվել եւ քրեական գործի քննության արդյունքով մենք հասկանանք, թե դա եղել է ծեծ, դա եղել է ֆիզիկական ուժի որոշակի սահմանազանցում, թե սովորական արձագանք է եղել քրեակատվական համակարգի կողմից։ Ժաննա Ալեքսանյանն ասաց, գցել են գետնի վրայով անքայլել են, պարզապես անցել են։ Չի եղել իմ տեղեկություններով։ Իրեն ահազանգել են, այո, դրա համար հիմա քրեական գործեր են հարուցվել եւ այդ քրեական գործի Ինչու է դատապարտյալները անընդհատ հացադուլ հայտարարում, ջրադուլ հայտարարում, բողոքում, զանգում լրագրողներին բողոքում իրավիճակներ։ Ինչ է կատարվում առհասարակ։ Ինչու է դա ոչ թե իմ կարծիքն է, այլ մենք վերլուծություն ենք անում ամեն տարի, տարբեր են պատճառները։ Պատճառներից մեկը բժշկական հարցերն են, մյուսը քրեական հիմնականում կալանավորված անձանց մասով են այս դեպքերը լինում, քրեական գործի հետ կապված անհամաձայնությունները եւ նաեւ լինում են քրեակատվական համակարգի կողմից։ Կա իհարկե կա պահման պայմաններ։ Վարուժան Ավետիսյանը, եթե չեմ սխալվում, իր ընկերոջ հետ միասին բավականին ծավալուն զեկույց էին հրապարակել։ Վարուժան Ավետիսյանի զեկույցի վերաբերյալ ինչ կարող եք ասել, այնտեղ տեղ գտած հայտարարությունների հետ կապված համաձայն եք։ Այս պահին ուսումնասիրում ենք եւ ըստ կետերի մենք դրանք անդրադառնանք անպայման։ Սուտ չէ ձեր տարածած հաղորդագրությունը առայն որ անկողիններ էին այրել դատապարտյալները, որովհետեւ իրենք վստահեցնում են, իրենք որտեղ որ քննում են, հաստատ դա չեն այրի, իմանալը որ ՑՄ ազատազրկված են եւ հավերժ կքնեն առանց։ Դատապարտյալներից մեկը Սավան էր այրել, որը որ հետագայում արդեն պարզ դարձավ եւ համապատասխան արդեն քրեական գործը ինչպես ասացի հարուցվել եւ դա էլ որպես ապացույց տրվել է նախաքննության մարմնին։ Նաև ձևակերպումներ կային, որ զոն նայողների դեմ ինչ-որ պայքար է ընթանում, փորձում են ցույց տալ նախարարի ձեր գերակայությունը մասով ինչ կասել։ Գերակայության ցույց տալու կարծում եմ որևէ խնդիր չկա, սա նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարբերակներից մեկն է։ Մենք տեսնում ենք, որ օրինակ ազատ են արձակվում այնպիսի մարդիկ, ովքեր սպանության պատվիրատու են, որպես նաև հանրության մեջ այդպիսի ընկալում կա, այդ մեղադրանքներ կան։ Օրինակ Չախ Ռուստամի հետ կապված։ Չախ Ռուստամի հետ։ Չեմ կարող բանել, որովհետև դա մեզ վերաբերի չէ։ Շնորհակալություն։